նախագահ, թեև հարիթ ունեցել եք երկար հարցազրույց տալու, նախագահ, այս վերջինից։ Խնդրեմ նաև անդրադառնաք Հայաստան Պարոն նախագահ, կսպասեիք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով կարձականքեին։ Ես ընդամենը 3-4 առակ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ժղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցերի։ Թույլ տվեք, գոնե մի 3-4 օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուխ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմին չի ինձ հետ կապ։ Պարոն նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքներով ինչ են ուզում ասել ձեր գնահատումը։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք չի, վստահ եմ, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցակուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկանե անելու, տարիներ շարունակ սկաներ չկար։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես մի հարց եմ, իշխանությունը ձեզ մեղադրում է նրա մեջ, որ դուք եւ Ադրբեջանի իշխանությունները միևնույն մեղադրանքներ եք հնչեցնում իշխանության հարցերին եւ այլն։ Չի սեփական անճարակությունը ուրիշներին այսպես վերագրել։ Դե ասում են դուք ձեր բյուջեն եք ավելացրել ռազմականի փոխարեն։